Հարգարժան փոխոսնակ, շնորհավորում եմ ընտրվելու կապակցությամբ, պարոն Ալեքսանյան, համոզված եմ ձեզ էլ շուտով կտեսնենք ազգային ժողովի նախագահությունում։ Հարգելի գործընկերներ, գիտեք ինչու եմ մոտեցել ամբիոնին, բայց ես պարոն Գառնիկ Դավթյանին չեմ դիմելու եմ պարոն Կարապետյանին եւ ամբողջ խմբակցությանը, հարգարժաններս դուք ձեր գործընկերոջը մենակ եք թողել, ամուր կանգնեք իր թիկունքին եւ մեջքին եւ թույլ մի տվեք, որ շարունակի խրվել այս պատմության մեջ։ Չգիտեմ, գուցե պարոն Կարապետյան, ինչ որ փորձառություն պատմեք Մոսկվայում ադրբեջանցիների դուք էլ հանդիպած կլինեք, գուցե ինչ որ մի ռուս պաշտոնյայի մի միջոցառման ժամանակ, չգիտեմ, Արաս Աղալարովի ընտանիքը այնտեղ եղած լինի, բայց մի բան մտածեք, մետրոյում, մի բան մտածեք, ասեք, որ պետք չի այդ ուղղությամբ այս խոսակցությունը տանել, գուցե այլոք նման փորձառություն ունեցած կլինեն։ Օգնեք ձեր գործընկերոջը, որովհետև ինքը ինչ է անում։ Սենց մի հատ շղարշ է սարքել բանի, իբրև սենց հակահետախուզությամբ է զբաղվում, բայց այն միամտությունը, որով ինքը մոտենում է այս հարցին, զուտ ես կարող եմ ասել, որ այն ծրագրի շրջանակներում, որը ես եմ ղեկավարել, ես թույլ չէի տա, որպեսզի հավաքագրեին այն միամտությունը, որով ինքը մոտենում է այս հարցի քննարկմանը, նրան շատ խոցելի է դարձնում այդ միջավայրերում այդ հակահետախուզական, հակագործակալական իր ինքնահռչակ գործունեության ու հիմա էլ իբրև շարունակում է ինքը որսալ, ինչ եմ ես ուրեմն հիմա ընթերցելու 2013 թվականի դեկտեմբերին այս ծրագրին մասնակցելու համար պարոն Դավթյանը գրել է բլոգ հրապարակում, այսինքն այն ինչ ես ընթերցում եմ, ինքը իմացել է, որ կարող է հրապարակվել եւ դրա մեջ այս 3 պարբերությունը փորձեմ հասցնել կարդալ։ Ասում եմ ինքը ինչ ասում է հետազոտություն 2013 թվականի դեկտեմբեր։ Ասում է մեր եւ ձեր հետազոտությունները շատ իրարից տարբերվում են։ Հիմա կարդամ։ Ամոթալի է այստեղ ոչինչ չկա միջալոց։ Իմ հեգնական տոնը կապված է զուտ նրա հետ, որ այդ մարդը չի կարող անպարզ ճակատով ինչպես պնդում է, կանգնի եւ տեր կանգնի այս տեքստին։ Հավատացեք, մենք կարող ենք պայքարել օրերով, ամիսներով, տարիներով, նույնիսկ դարերով, բայց երբեք չենք լուծի խնդիրները սպանելով միմյանց, պատերազմելով։ Մեր նպատակին հասնելու լավագույն միջոցը գործընկերությունն է կամ համագործակցությունը հանուն հարևանության, որի արդյունքը անպայման խաղաղությունը կլինի։ Մենք այնքան բան ենք կորցրել, որ դժվար է նույնիսկ պատկերացնել։ Չարդարացված զոհեր, ցավ, տառապանք, վրեժի զգացում, սրանք այն ճակերտների մեջ ա գրել արժեքներն են, որոնք ցավոք ժառանգել ենք։ Խաղաղություն եւ եւս մեկ անգամ խաղաղություն։ Այս արժեքը գին չունի եւ ժամկետ չունի։ Ինձ պետք է ձեր աջակցությունը, ձեր ձայնը, որ կտարածի ձեր հոգու զգացողությունը։ Ես եւ դուք ապագան ենք, մենք կյանքի աղբյուրն ենք։ Մեր որդիները կծնվեն եւ կծաղկեն այս հողի վրա եւ եթե մենք անենք այն, ինչ արվել է տարիներ շարունակ, կարող ենք նրանց համար երաշխավորել նոր քաոս, մինչդեռ կարող ենք դրականորեն գործել առանց բացասական արձագանքելու։ Ես հայ եմ, դու ադրբեջանցի ես, երրորդը հնդիկ, չորրորդը կորեացի, բայց ես միշտ հիշում եմ, որ նախ եւ առաջ մարդ եմ ինչպես բոլորդ։ Ես մերժում եմ յուրաքանչյուր արարք, որը կարող է աղետ ծնել։ Ինձ պետք չէ ոչ իմ անձի, ոչ էլ իմ ազգի գովազդը։ Միակ բանը, որ ինձ պետք է խաղաղությունն է։ Այն կյանքի հավասարակշռությունն է, կիրքն ու լույսը։ Եկեք ձևավորենք նոր համախմբում, եկեք խաղաղությունը դարձնենք մեր գաղափարը, մեր առաքելությունը հանուն յուրաքանչյուր փոքրիկ երեխայի։ Ես ձեզ ասեմ, արժե, իսկապես արժե ծափահարել։ Այստեղ ամոթալի ոչինչ չկա, խնդիրը նրանում է, որ այս ամբողջ հրապարակման մեջ Արցախ, հանրապետություն, հայատյացություն, այդ բառերը չկան, որը նա պնդում է, մի ընդհատեք հետո կասեք ուրեմն ձեր ելույթով այստեղ։ Այդտեղ մեծ հակասությունն է, որ ոնց որ ամոթի եւ པարզ ճակատ չլինելու աղբյուր է հանդիսանում։ Այս բովանդակությունը պետք է կարողանաք պաշտպանել, բայց ես ձեզ ասեմ, մեր ծրագիրը թույլ չի տվել, որ մասնակիցները այսպիսի տեքստեր ասեն։ Դա եղել է բարդ ծրագիր մեր պատմության քննարկման շուրջ, այսինքն այդտեղ միայն ուրախանալ, ծաղիկներ, կապույտ երկինք չի եղել։ Կարևոր բովանդակություն է եղել, որից էլ պետք չի ամաչել, բայց ես չգիտեմ ինչու է ինքը ուրանում այդ բովանդակությունը ու պատմում, թե ինքը ինչպես է զբաղվում գործակալների որսով։ Շնորհակալ եմ։